եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը Էջմիածնի հավատավոր անդամ է, այսինքն միաբանության անդամ է, ուրեմն որպես միաբանության անդամ պետք է հասկանանք, իսկ ինքը Նիկոլ Փաշինյանը իրանց ինչ է ներկայացնում իր ապրելակերպով։ Ինքը ամուսնացած չէ, եկեղեցական ամուսնություն չունի, ինքը նույնիսկ ԶԱԳՍ-ով ամուսնացած չէ։ Այսինքն այդ մարդը փաստացի իրեն համարում է, ինքը համարում է հավատավոր անդամ, ինքը փաստացի մերժում է եկեղեցու եւ հոգեվոր աշխարհի ամենակենտրոնական թեզերից մեկը։ Իսկ եթե դա մերժում է, դա նշանակում է, որ ըստ էության եկեղեցին իրավունք ունի առաջարկել աշխարհիկ շրջանակներին հարց դնել, թե այս մարդու օրինականությունը ինչքան է, որ օրինական որպես երկրի ղեկավար, որովհետև ինքը իր զուգընկերոջը պահում է պետության հաշվին արդեն 7 տարի, 7 տարի իր զուգընկերը փաստացի օգտվում է պետության հաշվին, աշխատակազմի, վարչակազմի ծախսերի միջոցով է իր բոլոր բաները ասեցին ամբողջը պետության այո, հիմա փաստորեն այդ մարդը ամուսացած չէ, ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով, բայց ինքը փաստացի իր կնոջ ամբողջ ծախսերը պետության հաշվին են։ Սա հիմք է հանդիսանալու այս մարդուն օրինական վռնդելու համար, որտեղ այս մարդը անօրինական ձեր ծախսը, ձեր հարկերի բանով օգտվելով այդ ծախսերով իր զուգընկերոջը փաստորեն ծախսերը տա։ Այսինքն սա կենտրոնական խնդիր է, որը պետք է արդեն հետաքրի փաստաբաններին, քաղաքական շրջանակներին, սա այն հիմքն է, որով պետք է մենք ոչ միայն պաշտպանենք մեր եկեղեցուն, այլ սկսենք այս մարդու վռնդելու գործընթացը, այդ վռնդելու գործընթացը ինչպես, ոնց, ինչ ձևով, ինչ հարթակով, դա առանձին քննարկման խնդիր է, որը կարծում եմ, որ մոտ ժամանակներս դա քննարկվելու է, որովհետև այս տիպի մարդուն թույլ տալ, որ ինքը շարունակի ղեկավարել այս տիպի երկիրը, անթույլատրել է, որովհետև ըստ էության մենք բոլորս 3 միլիոն ժողովուրդ պատանդի կարգավիճակի մեջ ենք մի մարդուն, որը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել Ալիևի ձեռքում եւ ինքը կատարում է Ալիևի այն խնդիրները, որի նպատակը մոնտաժելը Հայաստանի պետականությունը։ Հայաստանի պետականության ապա մոնտաժում կնշանակի Հայաստանի ժողովրդի այս տարածքից վտարում, դա միանշանակ է։ Այն ինչ որ եղավ 1915 թվականին նույնը սպառնում է մեզ։ Այսինքն այս մարդու գոյությունը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե այս մարդու գոյությունը դա ուղղակիորեն սպառնում է մեր գոյությունը այս տարածքում։ Մենք որպես քաղաքացիներ, մենք պարտավոր ենք կոնսոլիդացնել եւ թույլ չտալ, որպեսզի այդ կռիվները ներքաղաքական կռիվները, այդ կռիվ անողներին պետք է վռնդենք вообще այս դաշտից, պետք է մենք կարողանանք իսկապես կոնսոլիդացիան մի հատ միջավայր ձևավորենք, որպեսզի այդ կոնսոլիդացված միջավայրով կարողանանք մեծ բռունկ սարքենք, այդ բռունցքով կարողանանք վռնդել այս մարդուն։ Այն ինչ որ եղավ Բագրատ Սրբազանի ժամանակ, բայց ցավոք սրտի Բագրատ Սրբազանը չկարողացավ քաղաքական մակարդակով կյանքի կոչել, մենք այդ նույն process-ը պետք է կարողանանք արդեն այս տարի